Սիրելի ֆուտբոլասերներ, մեզ մոտ տեսնում ենք խաղային շաբաթվա օրվա երկրորդ հանդիպումն է մեկնարկում եւ միմյանց հետ են մրցելու Ատլետիկո Երևանը եւ Արաքսը։ Հիմա տեսնում ենք, որ հանդիպումը մեկնարկեց։ Եվ հիմա ներկայացնեմ թիմերի հայտացուցակները։ Ատլետիկոյի դարպասը պաշտպանում է համար 1 Աշոտ Գասպարյանը, համար 5 Գոր Մարգարյան, համար 6 Արման Ավդալյան, համար 9 Գագիկ Ակուլյան, համար 11 Ռաֆայել Ազիզյան, համար 13 Ալեքս Մանուչարյան, համար 19 Օքսեն Աբրահամյան, համար 20 Արթուր Ղանդիլյան, համար 21 Հարություն Դունամալյան եւ համար 22 Ռաֆայել Մկրչյան։ Հիմա տեսնում ենք Ատլետիկոյի ֆուտբոլիստներն են իրենց առաջին գրոհը իրականացնում, փոխանցում եւ այստեղ հարվածը վտանգավոր էր, տեսանք Գագիկ Ակուլյանի կողմից, այստեղ էլ հակագրոհ են նետվել հիմա Արաքսի տղաները եւ հարվածը այստեղ շեղ ընթացավ։ Տեսնում ենք Հովանես Բարսեղյանի, հիմա էլ նշեմ Արաքսի մեկնարկային հայտացուցակը, դարպասը պաշտպանում է համար 1 Սևակ Մուրադյանը, համար 2 Բաբկեն Սահակյան, համար 4 Մկրտիչ Թեմուրյան, համար 5 Գեղամ Վարդանյան, համար 8 Հարութ Վարդանյան, համար 9 Հովանես Բարսեղյան, համար 10 Սարգիս Սարգսյան, համար 11 Տիգրան Մուրադյան, համար 19 Արտյոմ Վարդանյան, համար 21 Վահե Մարտիրոսյան, համար 44 Հրանտ Սարգսյան, համար 77 Հենզել Վարդանյան։ Հիմա նորից հարված տեսանք Արաքսի ֆուտբոլիստի կողմից, բայց հեռացրեցին գնդակը։ Նշեմ, որ Ատլետիկոն հիանալի մրցաշրջան է անցկացնում եւ առաջին տեղն է զբաղեցնում 14 խաղից հետո 40 միավոր են վաստակել Ատլետիկոյի տղաները եւ այս պահին 7 միավորի առավելություն են ստացել Աջափնյակի Էվերտոնի եւ Բորուսիա Մյունխեն-Գլադբախի նկատմամբ, նրանք հավասար միավորներ ունեն 3-ել, շատ թեժ պայքար է ընթանում այդ հորիզոնականներում, լավ պոկվել է առաջ Ատլետիկոն նրանց նկատմամբ, իսկ Արաքսն է 14 խաղից հետո 28 միավոր է վաստակել եւ 8-րդ հորիզոնականում է դեռ գտնվում, բայց կարող է հաղթանակի դեպքում շրջանցել Մոնակոին, բայց այս զորեղ Ատլետիկոյի դեմ դժվար է, տեսնենք հիմա ինչ կցուցաբերեն թիմերը, հիմա տեսնում ենք Ատլետիկոյի տղաներն են գնդակով գրոհում էին, բայց սխալվեցին, հիմա էլ Արաքսի ֆուտբոլիստներն են արագ հակագրոհ իրականացնում, բայց շատ արագ վերադարձան Ատլետիկոյի տղաները եւ կանխեցին այս հակագրոհը, Հենզել Վարդանյանն է պաշտպանությունում այստեղ գործում։ Այստեղ խլեցին գնդակը Ատլետիկոյի ֆուտբոլիստները եւ հիմա տեսնենք վտանգավոր կարող էր լինել, բայց այստեղ փոխանցում ուժեղ ստացվեց Գագիկ Ակուլյանի, ուղղված էր Արթուր Ղանդիլյանին այս փոխանցումը, չստացվեց նրանց մոտ այս գրոհը,
Domik, jet helete։ Ախմեր ուր հելն է, մեր մոտ է, լայնն է։ Արչի։ Երկանը դու։ Դեր թիմերը տեսնում ենք, որ զգուշորեն են մոտեցել այս հանդիպմանը, դեր տեսնում ենք, որ քիչ են վտանգավոր պահերը այս պահի դրությամբ Հիմա տեսնում ենք Ատլետիկոյի ֆուտբոլիստները ի վերջո պահեցին գնդակը իրենց մոտ եւ եզային նետում խաղարկեցին Եվ տուգանային հարված են վաստակում, ստանդարտ, այս ստանդարտը կարող է արդյունք տալ Ատլետիկոյին, տեսնենք հիմա նրանք ինչպես կխաղարկեն Ալեքս Մանուչարյանն է գնդակի մոտ, տեսնենք հիմա խաղարկեց այստեղ Գագիկ Ակուլյանի հետ եւ տեսնենք հարված կատարեցի վերջո եւ փրկում է իր թիմին Սևակ Մուրադյանը շարունակում է մնալ Ատլետիկոյի մոտ գնդակը Նորից Գագիկ Ակուլյանը հեռար հարված ոչ փոխանցում եւ ինչպիսի դիրքից է վրիպում այստեղ Ատլետիկոյի ֆուտբոլիստը գեղեցիկ հնարքով փորձեց գոլի հեղինակ դառնալ Արման Ավդալյանը շատ լավ էր այնտեղ նկատել Գագիկ Ակուլյանը Արման Ավդալյանին բոլորը կարծեցին որ հեռար հարված կարող է կատարել Գագիկ Ակուլյանը բայց ի վերջո խաբեց նրանց եւ փոխացում կատարեց Նորից հանգիստ խաղարկումներով փորձում են անցնել, բայց այստեղ Դունամալյանից են խլում գնդակը, վտանգավոր է գործում Դունամալյանը այստեղ իր կիսադաշտում, բայց նրա այդ պայքարում խաղի կանոնները խախտեցին Ակուլյանը տեսնում ենք տեղակայվել է դաշտի կենտրոնում Հիմա էլ հեռար հարված տեսանք Դունամալյանի կողմից, բայց բարձր ընթացավ այս հարվածը Եվ հիմա էլ տեսնում ենք Արաքսի ֆուտբոլիստներն են գրում եւ տեսնենք ի վերջո, բայց այստեղ ուժեղ փոխանցում տեսանք Սարգիս Սարգսյանից Այնտեղ գնդակին չհասավ իր թիմակիցը Դեր տեսնում ենք, որ լուրջ իրական պահ թիմերը չեն կատարել, բայց ակտիվ են գործում Ատլետիկոյի ֆուտբոլիստները և գոլ հեղինակ դարձան խոսքից վրա բացեց հանդիպման հաշիվը Ատլետիկոն և գեղեցիկ փոխանցում նորից տեսանք Ակուլյանի կողմից և գոլ հեղինակ է դառնում Արման Ավդալյանը և 1-0 Արման Ավդալյան 1-0 ի վերջո նրա երկրորդ կատարած հարվածը ստացվում է և գոլ հեղինակ է դառնում, նորից լավ համագործակցեցին Ակուլյանն ու Ավդալյանը
Արդեն տեսնում ենք Ատլետիկոն խաղի հաշիվը բացեց եւ առավելություն ունի, նորից գրոհում են Ատլետիկոյի ֆուտբոլիստները, այստեղ էլ մաքուր են գործում Արաքսի տղաները եւ շարժվում են առաջ, հակագրող կարող ենք տեսնել եւ այստեղ հարված, բայց թույլ էր հարվածը հերվից կատարած, այստեղ հեշտ վերցրեց գնդակը Աշոտ Գասպարյանը եւ ուղարկեց դեպի առաջ։ Այստեղ էլ կանոնների խախտում եւ տեսնում ենք, որ դեղին քարտ է ստանալու Արաքսի ֆուտբոլիստը։ Ի վերջո սուլիչը կա, տեսնենք ստանդարտ Ատլետիկոյի փոխանցում, բայց այստեղ տիրում է գնդակին Սևակ Մուրադյանը եւ արագ ուղարկեց դեպի առաջ, այստեղ թիմակիցը ազատվել էր, բայց շատ ուժեղ էր այս փոխանցումը։ Հիմա առաջի խաղակեսի միջնամասն է, սիրելի ֆուտբոլասերներ, 1-0 հաշվով այս պայն հաղթում են Ատլետիկոյի ֆուտբոլիստները։ Հիմա էլ կարող են ավասայցնել Արաքսը, բայց այստեղ չկարողացավ հարված կատարել Արաքսի ֆուտբոլիստը, այնտեղ մենակ էր մնացել, կարծես թե Հովանես Բարսեղյանը, այստեղ խլեց գնդակը Սարգիս Սարգսյանը, վտանգավոր է եւ տեսնենք հարված կարողանան եւ փակեցին հարվածը այստեղ Արաքսի ֆուտբոլիստի եւ հիմա էլ հակագրող կարող ենք տեսնել, բայց լավ գործեց Արաքսի պաշտպանը այստեղ։ Հիմա տեսնում ենք թեժ պայքար է ընթանում դաշտի կենտրոնում, փոխնիփոխ գրողներ եւ մեկը մյուսից լավ են պաշտպանվում թիմերը։ Այստեղ էլ լավ գործեցին, տեսնում ենք Արաքսի պաշտպանները հեռացեցին, այստեղ պայեց գնդակը Արաքսի ֆուտբոլիստը եւ հիմա էլ տեսնում ենք Արաքսի գրոհ եւ կորցեցին գնդակը ի վերջո Արաքսի ֆուտբոլիստները, բայց շատ արագ հետ վերադարձեցին, շարունակում է Արաքսի գրոհ, հարված հերվից այստեղ փրկեց իր թիմին Ատլետիկոյի պաշտպանը, լավ հարված տեսանք Արաքսի ֆուտբոլիստի կողմից, այստեղ է շատ լավ է գործում Բաբկեն Սահակյանը։ Հիմա Գագիկ Ակուլյանն է գնդակով թիմակից է փնտրում, ի վերջո մյուս եզր է ուղարկում գնդակը, շարժվում են առաջ մանր խաղարկումներով Ատլետիկոյի ֆուտբոլիստները, այստեղ էլ Հենզել Վարդանյանը շատ լավ պաշտպանվեց եւ այս փոխանցման ճանապարհը փակեց։ Բայց նորից Ատլետիկոն խլեց գնդակը եւ տիրում են գնդակին։
Հա, տեսնում ենք հանգիստ են գործում դաշտի կենտրոնում Ատլետիկոյի ֆուտբոլիստները, Գագիկ Ակուլյանն է գնդակով։ Մանր խաղարկումներ Ալեքս Մանուչարյանի հետ, հիմա շարժվում են առաջ։ Տեսնենք ի վերջո հարված կկարողան կատարել Ալեքս Մանուչարյան հարված եւ գոլ։ Ֆանտաստիկ գոլի հեղինակ է դառնում Ալեքս Մանուչարյանը եւ կրկնապատկում իր թիմի առավելությունը 2-0։ Այստեղ խաղի մրցավարը դիտես դրվագը ոչ մի բան չկա եւ գոլը արձանագրված է 2-0 մեզ մոտ կրկնապատկեցին իրենց առավելությունը Ատլետիկոյի ֆուտբոլիստները եւ գոլի հեղինակը դարձավ Ալեքս Մանուչարյանը հերար հարվածով ուղակի գնդակը արեց Սևակ Մուրադյանի դարպասը Արդեն տեսնում ենք Արաքսի տղաները երկու գոլի տարբերությամբ պարտվում են Ատլետիկոյին Այստեղ էլ խաղի կանոնների խախտում վաստակեցին Արաքսի ֆուտբոլիստները եւ Տուգանային հարված Հենզել Վարդանյանն է գնդակի մոտ Սուլի չկա տեսնենք ինչ կանի հարված կատարեց եւ այստեղ մի փոքր վստահ չգործեց Աշոտ Գասպարյանը բայց ի վերջո ֆիքսեց գնդակը իր ձեռքերի մեջ Հիմա գեղեցիկ փոխանցում դեպի Արթուր Ղանդիլյանը, բայց հասավ գնդակին այստեղ փրկեց Սևակ Մուրադյանը կարող էր եզրափակել գրողը Գագիկ Ակուլյանը, ոչ ներողություն այնտեղ Գագիկ Ակուլյանը չէր իր թիմակիցն էր Այնտեղ Ռաֆայել Ազիզյանն էր Տուգանային հրապարակում հայտնվել Հիմա նորից Ատլետիկոյի ֆուտբոլիստները խլեցին գնդակը Եվ շարժվում են իրենց հերթական գրոյին երկար փոխանցում Գագիկ Ակուլյանի կողմից դեպի Ալեքս Մանուչարյանը այնտեղ տեսավ Ռաֆայել Ազիզյանին, բայց լավ գործեցին այստեղ Արաքսի տղաները Սարգիս Սարգսյանը պայեց ի վերջո գնդակ եւ ձախ եսով շարժվում է առաջ Լավն է նրանց խաղարկումը Սարգիս Սարգսյան Պահում են գնդակը և հարված կարող ենք տեսնել հարված և դարպասածողն է փրկում այստեղ Ատլետիկոյին Հարված կատարեց Հովհաննես Բարսեղյանը և փրկվեց Ատլետիկոն այստեղ և խաղի կանոնների խախտում հիմա էլ Սարգիս Սարգսյանի հետ պայքարում Հիմա տեսնենք ինչ կանեն, Սուլի չկա Տուգանային հրապարակ փոխանցում, բայց ուղիղ Աշոտ Գասպարյանի ձեռքերի մեջ հիմա արագ խաղարկում են Ատլետիկոյի ֆուտբոլիստները Արթուր Ղանդիլյանն է գնդակով խաղարկում է Դումանյանի հետ Եվ ի վերջո վաստակեցին այստեղ Ատլետիկոյի ֆուտբոլիստները անկյունային հարված Փոփոխություններ ենք տեսնում Արաքսի կազմում Նրանք պետք է փորձեն ակտիվություն մտցնեն խաղում հիմա փոխանցում Տուգանային հրապարակ
Հեռացրեցին գնդակ այստեղ Արաքսի ֆուտբոլիստը։ Իսմայել Ատլետիկոյի ֆուտբոլիստների խաղարկումը չստացվեց, նորից Արաքսն է փորձելու գրով կազմակերպել։ Բայց նորից լավ գործեց այստեղ Ատլետիկոն Գագիկ Ակուլյան նրա ոտքից այստեղ հեռացրեցին գնդակը, չթողեցին հարված կատարի վերջինս։ Խլեցին գնդակը Արաքսի ֆուտբոլիստները, տեսնենք հարված կկատարեն, հարված և այստեղ փրկեց Աշոտ Գասպարյանը իր թիմին, լավն էր տեսանք գրոհը Արաքսի կողմից և անկյունային են վաստակում, այնտեղ հարվածը կատարեց Հարություն Վարդանյանը, գեղեցիկ խաղարկում տեսանք Արաքսի ֆուտբոլիստների կողմից և ի վերջո Աշոտ Գասպարյանը փրկեց իր թիմին։ Հիմա փոխանցում Տուգանային հրապարակ Հենզել Վարդանյանը գնդակի ուղղությունը շեղեց և հիմա նորից հարված տեսանք։ Հիմա էլ հարված կատարեց Հովհաննես Բարսեղյանը, բայց չստացվեց նրա հարվածը։ Մի քանի րոպե է մեզ մնում սիրելի ֆուտբոլասերներ առաջին խաղակեսի ավարտին, նշեմ, որ 2-0 հաշվով այս պահին հաղթում են Ատլետիկոյի ֆուտբոլիստները, հետաքրքիր հանդիպում է ընթանում։ Նորից տեսնում ենք Արաքսի ֆուտբոլիստներն են շարժվել առաջ, բայց այստեղ էլ լավ խլեց գնդակը Գագիկ Ակուլյանը, լավ է հանդես գալիս Գագիկ Ակուլյանը իր թիմում այս մրցաշրջանում։ Այս պայն Գագիկ Ակուլյանը այս մրցաշրջանում 15 անգամ է գոլի հեղինակ դարձել։ Այստեղ խլեց գնդակը Արթուր Ղանդիլյանը և աչքի եզրով շարժում է առաջ, շատ վտանգավոր է, տեսնենք փոխանցում կկատարի, բայց ուր է փոխանցումը, ի վերջո կատարեց, բայց ուշացրեց այնտեղ Հենզել Վարդանյանը նրան մի փոքր խանգարեց։ Շատ լավ գործեց Արթուր Ղանդիլյանը աչքի եզրում, ի վերջո մնում էր միայն փոխանցում կատարեց դեպի Ռաֆայել Ազիզյանը, բայց այդ փոխանցումը ուշացավ։ Հիմա էլ Արաքսի ֆուտբոլիստներն են գնդակով, բայց չստացվեց նրանց գրոհը։ Ռաֆո մի մտի Հիմա տեսնում ենք անկյունային հարված են վաստակել այստեղ Ատլետիկոյի ֆուտբոլիստները, փոխանցում Տուգանային հրապարակը դեպի Սևակ Մուրադյաններ ուղղված այս փոխանցումը հանգիստ վերցրեց գնդակը, տեսնում ենք Արաքսի դարպասապահը։
բայց այստեղ կորցրեցին Արաքսի ֆուտբոլիստները եւ նորից Ատլետիկոն է գրելու Ռաֆայել Ազիզյան եկել է աջ եզր եւ լավն էր խաղարկումը հիմա Ատլետիկոյի ֆուտբոլիստների կողմից Ալեքս Մանուչարյան շարունակում է գրո թողնում է Գագիկ Ակուլյանին ձախ եզրով շարժում է առաջ պահում է գնդակը լավն էր եւ Տուգանային հարվածը ի վերջո վաստակում Գագիկ Ակուլյան այս իրավիճակում Եվ նորից տեսնում ենք փոփոխությունների է դիմում Արաքսի ֆուտբոլիստները նրանք պարտվողի կարգավիճակում են այս բային խաղարկում տեսանք հիմա հարված եւ բարձր հարված է այստեղ Ատլետիկոյի ֆուտբոլիստը եւ առաջին խաղակեսը ավարտված է մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ Ատլետիկոն հաղթում է 2-0 հաշվով Արաքսին մի փոքր մենք էլ ընդմիջվենք եւ կվերադառնանք մի քանի րոպեից Մխոն գոլ արի արա Սիրելի ֆուտբոլասերներ վերադարձանք երկրորդ խաղակեսը մեզ մոտ մեկնարկեց եւ Ատլետիկոն կարողանում է այս պայն հաղթել Արաքսին 2-0 հաշվով հետաքրքիր հանդիպում առաջին խաղակես ստացվեց մեզ մոտ թիմերը վտանգավոր էին գործում բայց ի վերջո կարողացան արդյունքի հասնել Ատլետիկոյի ֆուտբոլիստները Հիմա շատ արագ վերհիշենք թիմերի հայտացուցակները Ատլետիկոյի դարպասը պաշտպանում է համար 1 Աշոտ Գասպարյանը, համար 5 Գոր Մարկարյան, համար 6 Արման Ավդալյան, համար 9 Գագիկ Ակուլյան, համար 11 Ռաֆայել Ազիզյան, համար 13 Ալեքս Մանուչարյան, համար 19 Օքսեն Աբրահամյան, համար 20 Արթուր Ղանդիլյան, համար 21 Հարություն Դունամալյան եւ համար 22 Ռաֆայել Մկրչյան Արաքսի դարպասը պաշտպանում է համար 1 Սևակ Մուրադյանը, համար 2 Բաբկեն Սահակյան, համար 4 Մկրտիչ Թեմուրյան, համար 5 Եղան Վարդանյան, համար 8 Հարություն Վարդանյան, համար 9 Հովհաննես Բարսեղյան, համար 10 Սարգիս Սարգսյան, հիմա տեսնում ենք Ատլետիկոյի ֆուտբոլիստի կողմից հարված, բայց բարձր ընթացավ այս հարվածը, այս խաղակեսի առաջին հարվածը տեսանք Շարունակեմ կազմը համար 11 Տիգրան Մուրադյան, համար 19 Արտյոմ Վարդանյան, համար 21 Վահե Մարտիրոսյան, համար 44 Հրանտ Սարգսյան, եւ համար 77 Հենզել Վարդանյան։ Հիմա տեսնում ենք, որ Հենզել Վարդանյանն է երկար փոխանցում կատարող, բայց ուժեղ ստացվեց այդ փոխանցումը եւ Ատլետիկոյին է լինելու գնդակը Թիմերը ակտիվ են մեկնարկել հանդիպումը տեսնում ենք հիմա էլ վտանգավոր դիրքում այստեղ Տուգանային հարված են վաստակում Ատլետիկոյի ֆուտբոլիստները Հիմա տեսնում ենք, որ Սուլի չկա այստեղ հարված է կատարելու Հարություն Դունամալյանը հարված եւ շատ վտանգավոր հարված կատարեց Հարություն Դունամալյանը, բայց փրկվեց այստեղ Արաքսը հերար հարված փորձեց կատարեց Հարություն Դունամալյանը
բայց փրկվում է Արաքսը։ Տեսնում ենք, որ այս խաղակեսում խոտանը շատ է Արաքսի ֆուտբոլիստների կողմից, շատ են նրանք կորցնում գնդակը։ Այստեղ էլ ուժեղ հարվածով ուղղակի հեռացրեց գնդակը Աշոտ Գասպարյանը իր Տուգանայինի մատույցներից։ Այստեղ էլ Հենզել Վարդանյանն է հեռացնում գնդակը, այնտեղ լավ պաշտպանվեց։ Տեսնում ենք Արման Ավդալյանը և ի վերջո վաստակեց եզրային նետում։ Նշեմ, որ Ատլետիկոն վերջին հանդիպումը անցկացրեց Մադրիդի Ռեալի հետ և կարողացավ հաղթանակի հասնել, այդ խաղը ավարտվեց 5-2 հաշվով։ Առաջատարը շատ լավ հանդիպում անցկացրեց, իսկ Արաքսի ֆուտբոլիստները վերջին խաղը անցկացրեցին երկրորդ տեղում գտնվող Աջափնյակի հետ և հետաքրքիր հանդիպում ստացվեց և կարողացան Աջափնյակի նկատմամբ հաղթանակի հասնել և կամ այն հաղթանակ նրանք տոնեցին 2-1 հաշվով հաղթեցին Աջափնյակին և 3 միավոր վաստակեցին այդ խաղում։ Հիմա տեսնում ենք Ատլետիկոն է նորից գրում, գեղեցիկ փոխանցում Դունամալյանի կողմից և այստեղ պայքարեց ի վերջո գնդակի համար Արաքսի ֆուտբոլիստը և խլեց գնդակը, բայց կորցրեց գնդակը շատ արագ Արաքսի ֆուտբոլիստը և նորից Տուգանային հարված են վաստակում Ատլետիկոյի ֆուտբոլիստները։ Ալեքս Մանուչարյանն է գնդակի մոտ, տեսնենք հիմա նա ինչ կառաջարկի մեզ, սուլի չկա և հարված, բայց ուղիղ պատին է դիպչում այս հարվածը։ Այստեղ նորից Տուգանային հարված վաստակեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները, նրանց մոտ լավ է ստացվում երկրորդ խաղակեսում այս պահին Տուգանային հարված վաստակելը, Գագիկ Ակուլյանին գցեցին դաշտի կենտրոնում։ Հիմա էլ տեսնում ենք գնդակը վերցրել է Գոր Մարգարյանը, փորձելու նայել հարված կատարել, տեսնենք հիմա նրա հարվածը։ Սուլի չկա, հայց խաղարկեց Ալեքս Մանուչարյանի հետ, հարված մի փոքր շեղընթացավ Ալեքս Մանուչարյանի հարվածը, հետաքրքիր որոշում կայացրեցին Ատլետիկոյի երկու ֆուտբոլիստներ։ Հիմա էլ Արման Ավդալյանն է գնդակով, բայց ի վերջո հեռացրեցին գնդակը Արաքսի ֆուտբոլիստները, այստեղ Աշոտ Գասպարյանը լավ չգործեց և կարող էր այստեղ պատժվել Ատլետիկոն, բայց փրկվեցին ուղղակի, որովհետև այստեղ հարվածը չստացվեց Հովհաննես Բարսեղյանի։ Հիմա էլ կորցրեցին դաշտի կենտրոնում գնդակը Գագիկ Ակուլյանը, Արաքսն է նետվել գրոյի, բայց խաղի կանոնները խախտեց այստեղ նրա այդ պայքարում Ռաֆայել Մկրտչյանը և հիմա էլ հակառակ ուղղությամբ ենք տեսնելու վտանգավոր Տուգանային հարված։ Տեսնենք այս Տուգանայինը ինչ կտա մեզ սիրելի ֆուտբոլասերներ, սուլի չկա, տեսնենք հիմա հարված և այստեղ փրկվեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները, հեռացրեց Ռաֆայել Մկրտչյանը գնդակը, այնտեղ
Լավն էր հարվածը Արաքսի ֆուտբոլիստի կողմից, բայց ի վերջո փրկեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները։ Նորից փոփոխություններ ենք տեսնում Արաքսի կազմում։ Դեռ չեն կարողանում Արաքսի տղաները այս խաղում գոլի հեղինակ դառնալ, կրճատել հանդիպան հաշիվը, բայց լավ են մեկնարկել երկրորդ խաղակեսը։ Գագիկ Կակուլյանն է գնդակով դաշտի կենտրոնում շատ լավ անցում տեսանք եւ պահում է իր մոտ գնդակը, ի վերջո հետ է փոխանցում Ռաֆայել Մկրտչյանին։ Մանր խաղարկումներով շարժում են առաջ, Դունամալյանն է հիմա գնդակով կորցնում է գնդակը։ Հիմա էլ կարող ենք հակագրող տեսնել այստեղ Արաքսի ֆուտբոլիստների կատարման եւ շատ արագ պաշտպանություն վերադարձան Ատլետիկոյի ֆուտբոլիստները, հարված տեսանք Արաքսի ֆուտբոլիստի կողմից, բայց բարձր էր նրա հարվածը։ Հիմա էլ գեղեցիկ փոխանցում Ալեքս Մահաչարյանի կողմից, բայց Սևակ Մուրադյանը այստեղ դուրս է գալիս եւ վերցնում գնդակը։ Տեսնում ենք, որ 10 րոպե անցել արդեն երկրորդ խաղակեսի մեկնարկից եւ չկարողացան ի վերջո թիմերը այս խաղակեսում արագ գոլի հեղինակ դառնալ։ Հիմա էլ Ատլետիկոյի ֆուտբոլիստներն էլ անցել առաջ, շատ լավ փոխանցում այստեղ Գագիկ Կակուլյանի կողմից, բայց կանխեցին այս փոխանցումը Արաքսի ֆուտբոլիստները։ Հիմա էլ անցում է ձեռնարկում այստեղ Արաքսի ֆուտբոլիստը եւ խաղի կանոնների խախտում, այստեղ էլ դեղին քարտ է ստանում Դունամալյանը, տակտիկական խախտում կատարեց Ատլետիկոյի ֆուտբոլիստը։ Վտանգավոր դիրքում տուգանային հարված են վաստակել Արաքսի ֆուտբոլիստները։ Հիմա սուլի չկա, տեսնենք ինչ կանեն Արաքսի ֆուտբոլիստները խաղարկեցին գնդակը եւ հարված տեսանք, բայց անկյունային են վաստակում այստեղ Արաքսի ֆուտբոլիստները Սարգիս Սարգսյանը փորձեց հարված կատարել, բայց նրա հարվածի ճանապարհը փակեցին Ատլետիկոյի պաշտպանները։ Մատ փոխանցում տուգանային հրապարակ, այստեղ հեռացրեց գնդակը Ալեքս Մահաչարյանը եւ շարժվում է առաջ հիմա Ռաֆայել Ազիզյանը, բայց այստեղ էլ Հենզել Վարդանյանն է լավ պաշտպանվում եւ անկյունային հարված են վաստակում։ Վաստակում է Ատլետիկոյի ֆուտբոլիստները։ Խաղարկեցին այստեղ գնդակը Ատլետիկոյի տղաները, Դունամալյանն է գնդակով, բայց եզրային նետում վաստակեց ի վերջո Դունամալյանը։ Հետ բեր Ալեքսը։ Ալեքս Մահաչարյանը խաղարկում Ռաֆայել Ազիզյանի հետ գեղեցիկ շրջանցում եւ շարունակում է գրող Գագիկ Կակուլյանի հարվածը փակեցին այստեղ շարունակում է նորից գրող Ատլետիկոյի եւ հեռացված է գնդակը եւ ի վերջո անկյունային հարված են վաստակում Ատլետիկոյի տղաները։
Հիմա փոխանցում Ալեքս Մանուչարյանին, հարված կատարից նորից հարված փակեցին նորից պաշտպանները, երկու հարվածները Ալեքս Մանուչարյանի, հիմա էլ Արաքսի տղաներն են գրոյի անցել, բայց այստեղ Գագիկ Ակուլյանը լավ գործեց եւ բայց իր թիմի մոտ գնդակը եւ շարժվում է առաջ հիմա Գագիկ Ակուլյանը փոխանցում մյուս եզր այստեղ էլ լավ պաշտպանվեց Արաքսի ֆուտբոլիստը շարունակում է հիմա էլ Արաքսի տղաների գրոհը նորից Գագիկ Ակուլյանի կողմից ակտիվ պաշտպանություն եւ լավ է գործում այստեղ Գագիկ Ակուլյանը եւ ուղարկեց դեպի մյուս եզր գնդակը այստեղ գնդակին չհասավ Արման Աբդալյանը լավ որոշում էր մտածել այստեղ Ալեքս Մանուչարյանը, բայց նրա փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց եւ այստեղ էլ ուղակի գնդակը հեռացրեց Արաքսի պաշտպանը Բացվի, թող բացվի, գորով Ապա թող Ալեքսին գնա Հիմա խաղի երկրորդ խաղակեսի միջնամասն է մեզ մոտ դեռ հաշվի մեջ փոփոխություն չկա այստեղ վտանգավոր էր բայց Աշոտ Գասպարյանը տեղում է եւ գնդակը վերցնում է այստեղ Արթուր Ղանդիլյանը պահեց գնդակը եւ շարժվում է առաջ եւ մաքուր են խաղացել այստեղ Արթուր Ղանդիլյանը այդ պայքարում Արաքսի ֆուտբոլիստները կարծես թե խաղի կանոնների խախտում կար, բայց մրցավարը չսուլեց բայց Ատլետիկոն արագ վերադարձեց գնդակը մանր խաղարկումներով շարժվում են առաջ այստեղ տեսնում ենք Ատլետիկոյի ֆուտբոլիստները պրեսինգ են ենթարկել Գագիկ Ակուլյանին, բայց լավ գործեց եւ հրաշալի փոխանցում դեպի Ղանդիլյանը, բայց կանխեցին այս փոխանցման փորձը Արաքսի ֆուտբոլիստները Հիմա էլ տեսնում ենք Ատլետիկոյի ֆուտբոլիստներն են խլում գնդակը եւ այստեղ Գագիկ Ակուլյանը ինչպիսի դիրքից կորցրեց գնդակը բայց շարունակում է նորից մնալ Ատլետիկոյի մոտ գնդակը այստեղ էլ լավ պաշտպանվեցին հիմա Արաքսի ֆուտբոլիստները հիմա էլ նրանք են հակագրող կարող են ձեռնարկել եւ այստեղ էլ Ռաֆայել Մկրտչյանն է կոպիտ գործում եւ դեղին քարտ է վաստակում Եվ նորից վտանգավոր դիրքում ստանդարտ են վաստակել այստեղ Արաքսի ֆուտբոլիստները Կարող են այս ստանդարտով արդյունքի հասնել, տեսնենք սուլի չկա, հիմա հարված կատարեց, բայց շեղ էր հարված այստեղ Արաքսի ֆուտբոլիստի, ես ուզում էի ասեի, նրանք կարող են կրճատել հանդիպման հաշիվը և էլ ավելի լարված վերջաբան ունենանք, բայց նորից չստացվեց այստեղ հարվածը Հովհաննես Բարսեղյանի, մի փոքր շտապում են այսօր Արաքսի ֆուտբոլիստները Տեսնում ենք մանր խաղարկումներում հիմա էլ տուգանային հարված են վաստակել Ատլետիկոյի ֆուտբոլիստները
Խաղարկեցին Տուգանայինը այստեղ Ատլետիկոյի ֆուտբոլիստները, Դունամալյանն է գնդակով կենտրոնում է, փոխանցում կատարեց այնտեղ ուղղված է Ռաֆայել Ազիզյանին այս փոխանցումը, բայց ուժեղ ստացվեց Դունամալյանի փոխանցումը։ Նորից խլեցին գնդակը, այստեղ տեսնում ենք Ատլետիկոյի ֆուտբոլիստները Ալեքս Մանուչարյան Հիմակից է փնտրում ի վերջո Ռաֆայել Ազիզյանը գեղեցիկ հնարքով փորձեց այստեղ փոխանցում, բայց չստացվեց հիմա հասնել այս գնդակին Ռաֆայել Ազիզյանին, շատ լավ խաղարկեց այստեղ Ազիզյանը Այստեղ էլ պայքար էր և խլեցին գնդակը Արաքսի ֆուտբոլիստները Հովհաննես Բարսեղյան և փոխանցումը չստացվեց Հովհաննես Բարսեղյանի Ղանդիլյանն է գնդակին տիրում, խաղարկում է Ալեքս Մանուչարյանի հետ, ձախ եզրով շարժվում է առաջ Մանուչարյանն կարող է եզրափակում կատարել և հարված և փակեցին հարվածը այստեղ Ատլետիկոյի ֆուտբոլիստի և անկյունային հարված շատ վտանգավոր էր տեսնում ենք Ատլետիկոյի հակագրոհը, նրանց մոտ չստացվեց, բայց ի վերջո անկյունային վաստակեցին Ատլետիկոյի տղաները։ Տուգանային փոխանցում դեպի Տուգանային հրապարակ հեռացված է հիմա էլ կարող են հակագրոհել Արաքսի ֆուտբոլիստները լավն էր փոխանցումը Բարսեղյանին, բայց այստեղ հեռացեց Աշոտ Գասպարյանը գնդակը նետեց դեպի առաջ, այնտեղ պահում է գնդակը Արթուր Ղանդիլյան հրաշալի փոխանցում դեպի Ազիզյանը դուրս եկավ այստեղ իր դիրքից Սևակ Մուրադյանը և կարողացավ փրկել իր թիմին վերահաս գոլից փոխտիփոխ գրոհներ ենք տեսնում այս րոպեներին հիմա թիմերի կատարմամբ հիմա էլ Արաքսը գրոհում հեռացված է գնդակը այստեղ էլ փրկեց իր թիմին Դունամալյանը կարծես թե շարունակվում է այստեղ մաքուր են խաղացել հիմա Արաքսի տղաները և շարունակվում է հիմա էլ Արաքսի գրոհ և հարված Աշոտ Գասպարյանի վրա ուղիղ հարված կատարեց այստեղ Արաքսի ֆուտբոլիստը Եվ հիմա էլ տեսնենք Ատլետիկոյի գրոհ և Հենզել Վարդանյանն է վերջին պահին հեռացնում գնդակը այստեղ Հանդիպան ավարտին մնացել է մի քանի րոպե սիրելի ֆուտբոլասերներ, նշեմ նորից 2-0 հաշիվ է մեզ մոտ, դեռ փոփոխություններ չկան առաջին խաղակեսի արդյունքներից հետո չեն կարողանում կրճատել հանդիպան հաշիվը Արաքսի ֆուտբոլիստները, հիմա Ատլետիկոյի ֆուտբոլիստներն են խաղարկել գնդակը հարված, բայց Սևակ Մուրադյանն այստեղ վերցնում գնդակ է Արաքս նետում, տեսանք Հովհաննես Բարսեղյանի ուղղությամբ շարժվում է առաջ հարված և այստեղ Աշոտ Գասպարյանն է փրկում իր թիմին, շատ վտանգավոր էր կայծակնային հակագրոհ իրականացրեցին այստեղ Արաքսի ֆուտբոլիստները և ի վերջո անկյունային հարված վաստակեցին Արաքսի տղաները Հիմա փոխանցում Տուգանային հրապարակ այստեղ էլ հարված կատարեց Արաքսի ֆուտբոլիստը և բարձր ընթացավ վտանգավոր էին ինչ խոսք Արաքսի հարվածները, բայց ի վերջո նորից արդյունք չտվեցին նրանց այս հարվածները Արաքսինն է լինելու գնդակը հիմա մի քանի րոպե մնացել փորձում են արագ կարողանալ կրճատել հանդիպման հաշիվը Արաքսի ֆուտբոլիստները, բայց տեսնում ենք որ շտապում են նրանք
Հիմա շատ հանգիստ են գործում այստեղ Ատլետիկոյի ֆուտբոլիստները, Դունամալյանն է գնդակով խաղարկում է Արման Ավդալյանի հետ, նորից հետ փակեցին այստեղ փոխանցման ճանապարհը Արաքսի ֆուտբոլիստները, բայց ոչ չի պահում գնդակը այստեղ Ռաֆայել Ազիզյանը իր մոտ, բայց ի վերջո լինելու է եզրային նետում եւ Արաքսինն է գնդակը, հիմա արագ խաղարկեցին Արաքսի ֆուտբոլիստները այստեղ եւ խլեցին գնդակը այստեղ Ատլետիկոյի ֆուտբոլիստները, նորից այստեղ Դունամալյանի հետ պայքարում խլում կատարեց Արաքսի ֆուտբոլիստը Հիմա էլ հարված տեսանք այստեղ Ատլետիկոյի ֆուտբոլիստի կողմից Ղանդիլյանն էր հարվածում եւ վերջ խաղն ավարտված է ի վերջո Ատլետիկոն կարողանում է այսօր էլ հաղթանակ տոնել եւ 2-0 հաշվով հաղթանակի է հասնում Արաքսի նկատմամբ վաստակում է իր հերթական 3 միավորը եւ ամրապնդվում առաջին հորիզոնականում այս խաղը ավարտված է մնացեք մեզ հետ եւ վերջին հանդիպմանն ենք հետեւելու սիրելի ֆուտբոլասերներ որտեղ մրցելու են Լեռնային Արցախը եւ Կադիսը